Միջև Միսկի խմբի ստեղծվել է, փաստորեն անգամ սովետական ժամանակներում, երբ Արցախյան շարժումը թափ էր առնում, չէ՞, միջ այդ եղել են բանակցություններ, բայց այդ բանակցությունները եղել են ԽՍՀՄ պետության ղեկավարության հետ, օրինակ 87 թվականին Արցախից պատվիրակություն է մեկնել Մոսկվա, կենտրոնական կոմիտեին բանակցել են վերադարձել, անգամ մեր գործարանից մի հատ բանվորել է եղել պատվիրակության կազմում։ Հետո արդեն մերժումներ են ստացել։ Չէ, ընդհանրակը խոստումներ էին տվել, որ Գորբաչովը պարտավորում է ազգային հարցը պետք է վերանայվի եւ այլը, գալիս են մեզ ողջևորված պատմում էին, դա եղել է մինչև փետրվարյան նստաշրջանից 2 ամիս առաջ։ Փաստորեն այդ խոստումներն են մեզ ողջևորել, մեր ժողովրդին ողջևորել, որ ԽՍՀՄ ղեկավարությունը պատրաստ է վերակառուցման քաղաքացիական շրջանակներում վերանայել քաղաքականությունը։ Եղել են այդպիսի բանակցություններ, նաև շարժման ընթացքում ամբողջ 88 թվականի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են եղել, ես հիմա այդքան ժամանակ չունեմ, որ ես մեկ-մեկ թվարկեմ, էլի, բազմաթիվ հանդիպումներ են եղել եւ Արցախում, եւ Մոսկվայում, եւ Բաքվում տարբեր մակարդակներով։ Նու ես ավելի նշանակալից է կնշեի Վոլսկու ժամանակների 89 թվականի ամռանը, փաստորեն երբ մոդել էին առաջարկում երբ Վոլսկու հատուկ կառավարման կոմիտեն արդեն գործում էր եւ որպես միջանկյալ տարբերակ էին քննարկում, այսինքն Արցախը ենթարկել կառավարման ուղիղ Մոսկվային, լի հատուկ կառավարման մոդել էր մտցվել։ Ես կասեմ հիմա այդ ժամանակ Վոլսկու նախաձեռնությամբ Մոսկվայից մեծ պատվիրակություն է գալիս Արցախ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ես մի քանիսի անունն եմ հիշում, Ոս, Խալիկ, Մանյակին, մյուսներին չեմ հիշում, էլի մեծ պատվիրակություններ, անգամ հանդիպման ժամանակ ակտիվի, ես էլ եմ ելույթ ունեցել, ելույթ ունեցել շատ են եղել, կոլեկտիվները մեն հանդիպել, ամբողջ Արցախի տարածքում եղ շրջել են, ժողովուրդ հետ են շփվել 89 թվականի ամռանը, Վոլսկու ժամանակ, եւ մեծ բավականին շատ մեծ եւ լավ տպավորությամբ մեկնել են Մոսկվա ներկայացրել խնդիրը, որ շատ ճիշտ է այդ Վոլսկու կառավարման կոմիտեն ճիշտ ճանապարհ է, արդյունավետ աշխատում է, պետք է այդ ուղղությամբ շարժվել։